Տիկին Հակոբյան, երևի սկսենք հենց Դավոսյան օրակարգերից, որոնք ուղիղ առնչվում են Տիկին Հակոբյան, խնդրում եմ մեկնաբանեք Դավոսյան իրողությունները, որոնք նաև ուղիղ առնչվում են նաև այսպիսի դատական պրոցեսների հետ, թեև մենք չենք տեսնում դրա այսպես շատերս դրա ուղիղ փոխկապակցվածությունը, ամեն դեպքում անվտանգային ռիսկեր պետության, հայրենիքի համար, ինչպես կմեկնաբանեք այնտեղ հնչած հայտարարությունները, շնորհակալության խոսքերը։ Գիտեք, վերջ տարիներին տարօրինակ է ամեն բանեն առումով, որ իշխանությունները, որոնք կոնկրետ պետք է գործով ու սեփական երկրի անվտանգության ու իրավունքներով զբաղված լինեն, բացառապես զբաղված են պոպուլիզմով եւ հերթական դրա ցուցադրությունը եղավ Դավոսում, որովհետեւ նայելուց հետո ինձ մոտ միայն հարցեր էին առաջանում, ինչի համար էր Հայաստանի Հանրապետության նախագահը օրինակ Բաքվի բռնապետին շնորհակալություն հայտնում, երբ նա խրոխտ հայտարարում էր, որ 30 տարի շարունակ միջազգային կառույցները իրենց իրավունքները իբրև թե չեն պաշտպանել եւ իրենք ի վերջո 20 թվականի պատերազմի արդյունքում, 23 թվականի բռնի տեղահանության արդյունքում իբրև թե ազատագրեցին իրենց հողերը։ Եվ արդյունքում մենք լսում ենք, որ Հայաստանի նախագահը դա ներկայացնում է որպես քաղաքական կամքի դրսևորում երկու երկրների միջև եւ անդադար շնորհակալություն էր հայտնում։ Գիտեք, հարց, կարծում եմ յուրաքանչյուրիս մոտ առաջացավ, ինչի համար էր Հայաստանի նախագահը շնորհակալություն հայտնում մեր եռաբլուրի մի քանի անգամ մեծացնելու համար, հայտնում էր Արցախը հանձնելու համար, հայտնում էր Արցախի խաղաղ բնակչությանը զոհաբերելու համար եւ ի վերջո Արցախը հայաթափելու համար։ Սա ձևակերպում էր որպես խաղաղության օրակարգ եւ ըստ էության որպես երկու երկրների միջև, մասնավորապես երկու ղեկավարների միջև քաղաքական կամքի դրսևորում։ Եվ սա ուղղակի հնարավորություն է տալիս արդեն հետևություն անելու եւ արձանագրելու, որ այո, այն ինչ որ տեղի է ունեցել է համատեղ ծրագրերի արդյունքում եւ այդ համատեղ ծրագրերը Արցախի հանձնում, այսքան քաջորդիների հազարավոր քաջորդիներին զոհաբերել, Արցախը հայաթափելը դա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների այո քաղաքական կամքի, այսպես չակերտավոր, դրսևորումներ է դրսևորումներից մեկը Տիկին Հակոբյան նաև այսպես կոչված խաղաղության խորհրդի հարթակին միանալն է, որը ի դեպ ենթադրում է նաև 1 միլիարդի չափով անդամավճար գումար։ Հիմա ի վերջո այս խաղաղությունն ում համար է, մեզ համար խաղաղության հեռանկար կա, թե չէ։ Ես կարծում եմ, որ ոչ թե կարծում եմ, վստահաբար եմ ասում, որ որևէ խաղաղության մասին խոսք լինել չի կարող, կամ խոսք կարող է լինել, իրականում մենք դա չենք կարողանալու տեսնելու, չենք կրելու, որովհետև այն ինչ որ հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, օրինակ այսօր կառավարության նիստի ժամանակ այսպես պոպուլիստները էլի հայտարարում էին, որ էներգետիկ ինչ որ միավորում պիտի տեղի ունենա հարց, արդյոք Հայաստանը այսօր դրա կարիքը ունի կամ Ադրբեջանը դրա կարիքը ունի եւ ինչու են այս ամենը վաճառում ժողովրդի վրա, արդյոք արդարացնելու իրենց պարգևավճարները, արդյոք այս ամենը ժողովրդին հերթական մոլորեցումն է, ինչպես 21 թվականին մոլորեցրեցին ժողովրդին եւ գնալու իրենց այսպես նախընտրական քարոզարշավն է եւ վստահ են, որ ելի մեր ժողովուրդը մոլորվելու է, որովհետեւ ինչպես 2021-ին գլխավոր այսպես ծրագրի առաջին տողում Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի դեօկուպացիան էր Շուշիի, այնպես էլ հիմա այդ ամենը իբրև թե արել են, հիմա էլ անցել են Հայաստանի համար այսպես բարգավաճման, խաղաղության, անվտանգության, մենք մեր շրջապատում բոլորս էլ տեսնում ենք իրականությունը, մեր ժողովրդի մեջ ամեն 3-րդ, 4-րդ, 5-րդը աղքատ է, մեր ժողովրդի մեջ որևէ մեկը իր վրա ֆիզիկապես չի շոշափում այդ անվտանգային խոստումների հետևանքները, այսինքն դա միֆ է, դա փուչիկ է, որ ինչպես 2021-ին իրենք վաճառեցին ժողովրդի վրա, այնպես էլ հիմա
են վաճառում։ Ընտրությունային ընթառաջ ակտիվանում են այս խոսակցությունները հիբրիդային պատերազմ, հա, գործակալական ցանցեր, ինչ որ խոսքը հավանաբար հասկացաք արտաքին հետախուզական ծառայության, հա, ձեկույթի մասին է, այնտեղ մի դրվագ կար, որտեղ խոսվում է այսպես մոտավոր իմաստը, հա, ասեմ արցախցիների այսպես հուզական նրանց ֆոնը օգտագործել քաղաքական դրդապատճառների համար, այդպիսի վտանգ են տեսնում, հա, արտաքին հետախուզական ծառայությունը, դուք նման միտում, նման վտանգներ տեսնում եք արցախցիներին, հա, որ օգտագործեն ինչ-որ քաղաքական դրդապատճառներով։ Գիտեք, գործակալները խոսում են գործակալական ցանցի մասին եւ բնական է, ինչպես բոլոր հարցերում արցախցիներն են մեղավոր եղել ըստ իրենց ներկայացման կամ պատկերացումների, այնպես էլ այստեղ եւ ես նաեւ իհարկե չեմ բացառում, որ այսպես սովորական մարդկանց միջից, հենց արցախցիներից մենք նաեւ կլսենք հետագայում այսպես ցնցող ինչ որ այդպիսի հայտարարություններ այս իշխանությունների կողմից արցախցիներին վերաբերող կամ ինչու՞ չէ իրենք չեն խորշի նաեւ այդպիսի ձերբակալություններ եւ աղմկահարույց գործեր ստեղծելուց, բայց ես կարծում եմ յուրաքանչյուր խելամիտուց թափ հայի համար ակնհայտ է, որ այսօր գործակալների ցանցը ձևավորված է հենց Հայաստանի կառավարության, Հայաստանի իշխանությունների մեջ եւ բացահայտ գործակալական ցանցը գործում է հենց Հայաստանի իշխանությունների մեջ։